Եվրախորհրդարանը Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում Արցախի նախկին ղեկավարությանը համարում է ռազմագերի նրանց դեմ դատավարությունները ապօրինի և կեղծ, պահանջելով Բաքվից նրանց անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել։ Այդ մասին բանաձևը խորհրդարանը քննարկեց երեկ երեկոյան, այսօր կեսօրին էլ փաստաթուղթը կդրվի քվեարկության և ամենայն հավանականությամբ կընդունվի, քանի որ դրան միացել են խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունները։ Մենք այլևս չենք կարող լռել, հայտարարեց բանաձևի համահեղինակներից Մաղինա Մեժուղը։ Այդ մարդկանց միակ հանցանքն այն է, որ պաշտպանել են իրենց հողը, իրենց ժողովրդին ու իրենց իրավունքները։ Եթե մենք հիմա ոչ մի քայլ չձեռնարկենք, կնշանակի հստակ ուղերձենք հղում Ալիևին, որ նա կարող է շարունակել այն, ինչ անում է Հայաստանի հետ, մնալով անպատիժ։ Ադրբեջանական զորքը էթնիկ զտումներ ու բռնություններ է իրականացրել, որ պետք է քննվեն միջազգային քրեական դատարանում։ Դրան հետամուտ լինելու փոխարեն Եվրոպան գործարք է կնքում Ալիևի հետ ու նրան դասում ռազմավարական գործընկերների շարքում, փաստում են եվրոպացի падգամավորները։ Ֆրանսուଆ Բելամին հարց բարձրացրեց. ինչու է Ուկրաինայի դեմ Պուտինի հարձակումը պատժվում, իսկ Ալիևի ագրեսիան մնում անպատիժ։ Comment pouvez-vous justifier qu'aujourd'hui Ինչպես կարող եք արդարացնել գազի ներկրումը Ադրբեջանից, ինչպես կարող եք արդարացնել համագործակցությունը հանցագործների հետ, որոնք զազրելի ոճրագործություններ են իրականացնում։ Արդյոք Բաքվից գազ ստանալը նույնքան անընդունելի չէ, որքան գազը Ռուսաստանից։ Նույն բանը չէ։ Est-ce que c'est plus indécent aujourd'hui de faire venir du gaz de Bakou que du gaz de Moscou? Est-ce que ça n'est pas le même gaz? Բանաձևի համահեղինակ Միրիամ Լեքսմանը պնդեց. Եվրամիությունը կոնկրետ պայմաններ պետք է դնի Բաքվի առաջ, այդ թվում պահանջի, որ Ադրբեջանը գնա Հայաստանի հետ խաղաղության, ինչպես նաև երաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում նրանց վերադարձի իրավունքը Արցախ։ Դրա փոխարեն մենք կրկին հաճոյանում ենք բռնարարին ու պարգևատրում Ալիևի վարչակազմին նրա հետ առևտուրն ընդհարձակելով։ Չնայած Բաքվի հավաստիացումներին, թե ազատազրկված հայերի իրավունքները լիովին պաշտպանվում են, Եվրախորհրդանի բանաձևն ընդգծում է, նրանք ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում արգելված հոգեմետ միջոցներով։ Անկախ կառույցներն անկարող են հետևել այդ շինծ ու դատավարություններին, Բաքուն այս պայմաններում նաև Կարմիր խաչի գործունեությունն է դադարեցնում, երեկ հայտարարում էին падգամավորները, հորդորելով, որ գոնե Ադրբեջանում աշխատող եվրոպացի դեսպանները հայերին այցելեն։ I am glad that this parliament is consistently and strongly addressing the situation. Ես ուրախ եմ, որ այս խորհրդարանը հետևողականորեն հետևում է այս հարցին, բայց ցավոք տպավորություն է, որ մենք եվրոպական միակ կառույցն ենք, որ զբաղվում ենք դրանով։ Մենք չենք կարող շարունակել նախկինի նման հարաբերվել Ադրբեջանի հետ, զոհաբերելով մեր արժեքները տնտեսական ու էներգետիկ շահերին։ Բանաձևը փաստացի միայն խորհրդատվական նշանակություն ունի և պարտադիր չէ կատարման համար, որ այս հարցում Եվրախորհրդարանն ու Միության արտաքին քաղաքականության ոլորտը համակարգող Եվրահանձնաժողովը տարբերվող տեսակետներ ունեն, պարզ դարձավ կառույցը ներկայացնող էներգետիկայի հարցով հանձնակատար Դան Յորգենսի ելույթից։ Նա ի տարբերություն եվրոպացի падգամավորների կոշտ բառապաշարի, խուսափեց անգամ հայ ձերբակալվածներին ազատ արձակելու կոչերից։ Եվրոպական միությունը կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հետևել իր միջազգային պարտավորություններին, այդ թվում արդար դատաքննությանը։ Մենք կօգտագործենք ամեն մի հնարավորություն հորդորելու Ադրբեջանին երաշխավորել անվտանգ ու արժանապատիվ պայմաններ ձերբակալվածների համար։ Խոստանալով գործի դնել ամեն մի հնարավորություն, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը դրանց մանրամասները չհստակեցրեց։ Փոխարենը խոսեց տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունից, հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն իրենց հասարակություններին տանեն խաղաղության ճանապարհով։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել այս գործընթացին մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով։ Մենք պատրաստակամ ենք օգնել տևական ու կայուն խաղաղության հասնելու կողմերի երկխոսությանը։ Եվրախորհրդանի падգամավորներից Ֆերնանդո Բարենա Արզան ուղիղ հարց էր տվել Եվրահանձնաժողովին։
Եթե Իլհամ Ալիևը հարձակվի Հայաստանի վրա, պատրաստ եք նրա դեմ սահմանել նույն այն պատժամիջոցները, որ գործում են Պուտինի դեմ Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո։ Էներգետիկայի հարցով հանձնակատարը, սակայն, պատգամավորի այս հարցն անպատասխան թողեց։